Գրող հրապարակախոս Ռուզաննա Սատրյանը գրում է. «Ճշմարտություն կա, որ նայում եմ առավոտյան լուրերը, միամիտ ընթերցողը կմտածի, որ Պուտինը արդեն վերցրել է Ղարաբաղը, սակայն 1988 թվականին մինչև օրս իր անկախության համար բազմաթիվ զավակներ կորցրած Հայաստանն ու Արցախը խոր ցավ են ապրում, սեփական շահերի համար հնագույն հայոց բնօրրան Արցախը Պուտին-Էրդողան փակ համաձայնությամբ Բաքվին նվիրաբերելու համար։ Այսօր երկուսն էլ փոշմանել են, որովհետև Ալիևը դա ընդունեց, որպես անձնական շնորհ և իր հաղթանակի բարձունքից այնուհետև խուսափեց իր հովանավորներին հավատարիմ ծառայելուց։ Հիմա Պուտինի ձեռքին Արցախը դեռ առանց վերցնելու զսպաշապիկ է Ալիևի դեմ և անհեռանկար հույս հայերիս համար։ Դրա համար եմ 90-ականներից մինչև օրս կոչ անում ազգային միասնության, որն ավաղ ոտքի տակ ընկած գորգ է դարձել անհեռատես, անհայրենիք և փոքր-հոգի այն անձանց համար, ում վստահեցինք մեր վիրավոր հայրենիքը։ Երկար չքնեցիք, Մամոնայի զավակներ, դուք գնալու տեղ ունեք, ժողովուրդը չունի, սա ձեր հայրենիքն է, ուշքի եկեք, անգամ Թրամփն է ազգայնականության կոչեր հնչեցնում, հիշեք, եթե ազգայնականությունը վերանում է, ցեղախմբերը վերածվում են ջհուդներին ենթակա ծրագրային գոյերի, և նրանց հետ ինչպես ուզենան կվերաբերվեն, իմ հին, արիական ու տաղանդավոր հայ ազգի զավակներ։ Մարգարիտներդ մի փռիր խոզերի առաջ։ Երևանի երկնքի տակ նախանձի, ինքնախաբեության, մեծամտության, հղպացածության, ազգուրացության, աստվածուրացության, ատելության և չարամտության և այլ արատավոր բարքերով միախառնված ամպեր են պտտվում, որպեսզի անհուսությունը մամռակալի տաղանդավոր մեր ժողովրդի մտքի դաշտերում։ Քո ծով համբերությունը մի քիչ էլ ձգիր, հայ ժողովուրդ, դու հառնելու ես քո միասնության թևերին։ Մարգարիտներդ մի փռիր խոզերի առաջ։